հայերի մեծամասնությունը չի կարողանում տեղի բերի, թե ես ում աջակիցներից եմ, ում եմ սատարում քաղաքական ուժերից, ում միշտ խառնում են, որովհետև 90%-ը հայերի գաղափարի շուրջը չեն հավաքվում, այ անձի, այս մարդը սենց է ասել արել, վсё, ամեն ինչում իրան սատարում են, իրա սխալները էլ չեն նայում, որտեղ որ սխալա ոչինչ, դոշ են տալի իրա համար, ամեն ինչում պաշտպանում են, ու հակառակը, եթե մեկին չեն սիրում, վсё, թեկուզ ճիշտ բան է ասում, չէ, սխալ է, ամեն ինչում սխալ է, թեկուզ տեսքից սիմպաթիչնի է, չէ, գեշ է, անդուր է, вообще հայի նման չի, որովհետև իրար դեմ եք դուրս գալիս ոչ թե գաղափարի շուրջ, այ անձի, իսկ ես չունեմ անձ, ես կուլտ լիչնստի չունեմ, ընդհանրապես, դրա համար ես չունեմ սիրած դերասան, ես չունեմ սիրած երգիչ, հասկանում եք, իմ համար այսօր ինքը լավն է, վաղը ուրիշ բան արեց, իմ դուրը չի գալիս, ես գաղափար ունեմ իմ գլխում, եթե այսօր Քոչարյանը ինչ-որ մի բան է ասում ու այդ գաղափարը ինձ դուր է գալի, ես իրան սատարում եմ, եթե վաղը Նիկոլն է ասում, ես իրան սատարում եմ, վաղը Նիկոլը դա սխալ է ասում, իմ գաղափարին մոտիկ չի, ես իրան մերժում եմ, բոլորին նույնն է, ես չունեմ անձ, որ այս մարդը ճիշտ է, այս մարդը սխալ է, իսկ դուք տենց եք անում, դրա համար մեր մեկը երկուս չի դառնում, որովհետև դուք ում չեք սիրում, վсё, աշխարհի վատ բաները ասում եք, ես Քոչարյանի գաղափարի դեմ եմ, բայց դուք կպել եք իրա բառադավկային ու ասում եք հələ դեմքի խալը նայեք ու ինչ ասես ասում եք, այն ժամանակ, երբ որ ինքը տեսքից շատ սիմպաթիչնի տղամարդ է, ոնց կարելի է տենց ամբողջ պայքարը իրա դեմ, որ ինքը մեզ ուզում է սարքի ռուսի գուբերնիան, դուք սարքել եք մի հատ բառադավկա, այդ բառադավկաներ այդ մարդը հանեց, այնքան ասեցիք, մինչև զզվեց ձեր ասելուց, գնաց հանել տվեց, ու հիմա ինչ պետք է ասեք, իրա տեսքին, որ կպել էիք, էդ էր կարևորը ժողովուրդ, դուք անթերի էիք, Տեմ բոլը բառադավկա միշտ չէ ունենում մարդ, տարիքով է դա գալիս, վասնավնում, նույնն էլ հակառակն եք անում Նիկոլին, որ իրան սիրում եք, վсё, ինչ հանում է ժողովուրդ ջան, ոչ մի բան չեք թողում մեկը մի բան ասի իրան, հենց ես մի բան եմ ասում, դուք ինձ ասում եք, դու էլ ես ուրեմն իրանցից, դու էլ ես սա հատուկ անում, որ մենք ես հավատանք, կամ էդ ինչ մի բան եք հնարել, որ հենց ես խոսում եմ քաղաքականությունից, գալիս եք ինձ ասում եք, դու մենակ պատմությունից խոսա, դու մենակ պատմությունից պետք է մեզ պատմես, թե չէ մենք քեզ էլ չենք սիրի, ժողովուրդ ջան, ոտներիս է այդ սերը, մեր մեջ ասած, ես տենց տպավորություն եմ թողել ձեր վրա, որ ես ինձ կոտորում եմ, որ ինձ սիրեն, ես կի տղաների սիրո համար տենց չեմ արել, մնաց պրոստը սենց անծանոթ մարդկանց, ժողովուրդ, հանեք այդ մտածելակերպը ձեր մեջից, ինչ է նշանակում, դուք իրավունք ունեք փաստորեն խոսալ քաղաքականությունից, իսկ ես չէ, հա, այդ ոնց տենց եղավ, դուք ինչ-որ մի աշխատանք եք անում, այդ ժամանակ ձեզ կարելի է խոսալ, իսկ ինձ դրել եք բլոգերի տեղ, հա, կարող է ես 5 տարի գնացել եմ ինստիտուտ, այդքան գիտական աշխատանքներ եմ վերլուծել անգլերեն լեզվով, որ այսօր ինձ իջացնեք սենց բլոգերա, ինքը բլոգերա, տիպը դու բլոգեր ես, դու խոսա մենակ պատմությունից, քեզ մենակ էդ է կարելի, այդ դուք իրավունք ունեք խոսալ քաղաքականությունից, իսկ ես չէ, ով է ձեզ խանգարում, միացնեք այս կամերան ու խոսակ, ձեր միտքը առաջ տանեք, համարում եք դուք ճիշտ եք, համարում եք ձեր միտքը պետք է առաջ գնա, միացրեք կամերան խոսացեք, բայց ով է ձեզ թույլ տալ, գաք իմ հոլովակների վրա, գրեք, որ դու մենակ պատմությունից խոսա,
Քոնը մենակ պարելն են։ Հա, ես սիրում եմ պարել։ Ես կարողանում եմ քեֆ անել։ Որ դուք դառը կորիզ եք, չեք պարում, չեք ծիծաղում, քեֆ չեք անում, դուք դրանից հայասեր եք դառնում, չէ։ Դուք դրանից պրոստը դառը կորիզ եք դառնում։ Եթե դուք կարաք խոսակ քաղաքականությունից, ուրեմն իմ նման մարդիկ պետք է խոսան քաղաքականությունից։ Ու ես կխոսամ, ու լավ կանեմ, չուզողի աչքն էլ կհանեմ, ջուղթ, ջուղթ։